անվտանգության մեջ։ Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարում հանդես կգա մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, անցումային համակարգողի կարգավիճակով, հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Չնայած սահմանադրական արգելքին, Ուժեղ Հայաստանը օրերս հայտարարել էր, որ իրենց վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է։ Քաղաքացիական պայմանագիրը ամփոփել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ընտրացուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության արդյունքները։ Ցուցակը գլխավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ընտրություններին մասնակցել է 274 թեկնածու, 50 առավելագույն ձայն ստացած թեկնածուները կմասնակցեն երկրորդ փուլի քվեարկությանը։ Լոս Անջելեսի Բրբանկ քաղաքի Սրբոց Ղևոնդյադ մայր տաճարում տեղի է ունեցել ակցիա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին աջակցելու նպատակով։ Ամենայն հայոց հայրապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Արգելվել է կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով ըստ եպիսկոպոսած դասի փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսած ժողովը։ Արդեն երրորդ օրն անընդմեջ գիշերային ժամերին մայրաքաղաքում ընթանում են փոսալցման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում շինարարության եւ բարեկարգման վարչության ղեկավար Անդրանիկ Թևոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին։ Աշխատանքների մեկնարկը գովելի է, սակայն 4 օր առաջ ստացած եւ մինչ օրս չիրականացրած հանձնարարությունը բարկացրել է քաղաքապետին։ Խոսքը Շիրակի փողոցում մեծ փոսերի փոսալցման աշխատանքների մասին է, որտեղ դեռ ոչինչ չի արվել։ Ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի է նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Շուրջ 1 շաբաթ քաղաքացիների սեփական ջանքերով հսկայական փոսերի դեմ պայքարելուց հետո Երևանի քաղաքապետարանը արձագանքեց, խնդրի հրատապ լուծում առաջարկելով։ Տիգրան Ավինյանի հորդորով պետք է հավաքել նաև ձյան դեմ պայքարից հետո մնացած աղու ավազի հետքերը։ Նա պահանջել է շաբաթվա ընթացքում տեսալուսանկարահանել եւ տոկոսներով ներկայացնել կատարված աշխատանքի ծավալը։ 3 տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են, որ Արշակ Սրբազանը առնչություն չունի հայտնի տեսագրությունների բովանդակության հետ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Փորձագետները նաև եզրակացրել են, որ տեսագրության բովանդակությունը կեղծ է եւ ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ։ Դրանք օբյեկտիվ իրականությունում գոյություն չունեն եւ դրանց մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։ Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։ Է փաստաբանը։ Ամիսներ առաջ հրապարակվել էին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետի մասնակցությամբ աղմկահարույց տեսագրություններ։ Փաստաբանական թիմը եւ եպիսկոպոսած դասը սա որակել էին որպես հակաեկեղեցական արշավի հերթական բեմադրություն եւ հաստատել, որ Արշակ arczepiskopos Խաչատյանը դրանց հետ որևէ առնչություն չունի։ Իրանի արտգործնախարարը ժամանել է Ժնև ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսի հետ հանդիպման նպատակով։ Օրակարգում միջուկային բանակցությունների վերաբերյալ քննարկումներն են։ Արարչին նախատեսում է նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել Օմանի իր գործընկերոջը։ Իսնագործակալության հաղորդմամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է Ժնևում, Օմանի դեսպանատանը։ Шановні українці, українки, вже в Києві після двох дуже насичених. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը կամ առնվազն հրադադար սահմանել ընտրություններ անցկացնելու համար։ Ընտրությունների համար մեզ անվտանգություն է պետք, ասել է Զելենսկին։ Այս պայմաններում օրենքը պետք է փոխվի։ Մեր խորհրդարանը կարող է դա անել, հուսով եմ, բայց ուկրաինացիների 90%-ը դեմ է ընտրություններին, նշել է նա։ Զելենսկու խոսքով, եթե Թրամփը կարողանա Պուտինի հետ բանակցել 2 կամ 3 ամսվա հրադադարի շուրջ, Ուկրաինան կանցկացնի ընտրություններ։
Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պատրաստվում են Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր պատերազմի, գրել է The Guardian-ը։ Ըստ պարբերականի Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ ավիացիայի գլխավոր մարշալ Ռիչարդ Նայթոնը եւ Գերմանիայի պաշտպանության պետ գեներալ Կարսեն Բրոյերը համատեղ կոչով դիմել են հանրությանը, պատրաստվելու Ռուսաստանից եկող պատերազմի սպառնալիքին։ Նրանց պնդմամբ Ռուսաստանի ռազմական դիրքորոշումը մեջբերում վճռականորեն շեղվել է դեպի արևմուտք։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Եվրոպայի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում անհրաժեշտ են վերջնական փոփոխություններ։ Պարբերականը միայն մեջբերել է բարձրագույն ղեկավարների խոսքը եւ գրել սեփական եզրահանգումները։ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։ Մոսկվայում տղամարդը առևտրի կենտրոններից մեկում դանակով տաղավարների վրա է հարձակվել։ Նա դրամարկղից վերցրել է մոտ 65,000 ռուբլի։ Տղամարդուն ձերբակալել են, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Իտալիայում վատ եղանակը շարունակվում է, դրա պատճառով փլուզվել է Ադրիատիկ ծովի ափին գտնվող Սիրահարների կամար կոչվող ժայռը, հայտնել են լրատվամիջոցները։ Կլիմայի փոփոխության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում գրավել է Վերոնիկա 3 լցանավը, որը ընթանում էր Պանամայի դրոշի ներքո։ Այն ամերիկյան պատժամիջոցների ցուցակում է հայտնվել իրանական նավթի փոխադրման համար։ Պենտագոնը հայտնել է, որ լցանավը գործել է Կարիբյան ավազանում կարանտինի խախտմամբ։